Սիրելի ժողովուրդ, եղբայրներ քույրեր, ուզում էի լսենք Եսայի մարգարեության երկրորդ գլխի համար 10 և 11-ը։ Եսայի երկրորդ գլուխ 10 և 11։ Մտիր ժայռի մեջը և հողումը թակած Տիրոջ ահավորության երեսից և նրա վեհապարության մեծությունից։ Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհին և պիտի իջնե մարդկանց հպարտությունը և միայն Տերը կբարձրանա այն օրը։ Սա խոսում է վերջին օրերի մասին, երբ որ Աստված երկիրը մաքրի ամբարիշտներից և իր երկրի վրա հաստատելիք հազարամյա թագավորությունից առաջ այս խոսքերը պետք է կատարվեն։ Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն և պիտի իջնե մարդկանց հպարտությունը և միայն Տերը կբարձրանա այն օրը։ Սիրելիներ, Աստծո կամքն է, Աստծո խորհուրդն է, որ մեր ամենքի կյանքում, մեր ամենքի սրտում ինքը բարձրանա։ Եսայի մարգարեության մեջ լսում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեության համար 14 գլխում, այնտեղ խոսում է Արուսյակի մասին, Սատանայի մասին, իր ամբարտավանության մասին, որ ուզեցավ Աստծուն հավասար լինել, իր աթոռը Աստծո աթոռին հավասար դնել։ Այնտեղ ասում է, սիրելիներ, ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ, ու կտրվեցիր, գետին ընկար, ով ազգեր նկուն անողդ, բայց ինքդ ասել էիր քո սրտում, վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսիսի ծայրերում, վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա ու բարձրելույն կնմանվիմ, բայց դու դժոխքն ես իջել գուբի խորխորատները։ Այստեղ խոսում է Արուսյակի, այդպես ասած, Աստծո հրեշտակապետի անկման մասին, որ ուզեցավ նմանվել Աստծուն, իր աթոռը Աստծո աթոռին հավասար դնել, բայց այստեղ տեսնում ենք Աստծո խոսքը ինչ ասում, սիրելիներ, ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ, և հետո, բայց դու դժոխքն ես իջել գուբի խորխորատները։ Ուրեմն Արուսյակի Աստծո հրեշտակապետի ամբարտավանությունը, հպարտությունը ունեցավ այդ հետևանքը, սիրելիներ, և այդ մասին Եզեկիելի գրքում նույնպես ասում է, Եզեկիելի գրքում խոսում է Տյուրոսի մասին, որ այդպես կարելի ասել Սատանի հոգով լցված ամբարտավանության մեջ էր։ Եզեկիելի մարգարեության 28:2-ում ասում է. Մարդու որդի, ասիր Տյուրոսի իշխանին, թե այսպես ասում Տեր Եհովան, որովհետև սիրտդ հպարտացավ և ասեցիր, ես Աստված եմ, Աստծո աթոռի վրա նստած եմ ծովի միջումը, բայց դու մարդ ես և ոչ թե Աստված, թեև դու քո սիրտը Աստծո սրտի տեղ ես դրել։ Եվ 6-րդ խոսքում նորից ասում է. սրա համար այսպես ասում Տեր Եհովան, որովհետև դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր, դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին, ազգերի բռնավորներին, և նրանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստության, գեղեցկության վրա և պիտի ապականեն քո գեղեցկությունը, քեզ գուբը պիտի գցեն և դու պիտի մեռնես վիրավորվածների մահով ծովի մեջ։ Միթե ասելու ես սպանողների առաջին, ես Աստված եմ, քանի որ դու մարդ ես և ոչ թե Աստված, քեզ սպանողների ձեռքին, անթլպանների մահով պիտի մեռնես, օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի, ասում է Տեր Եհովան։ Այո, այստեղ սիրելիներ, Տյուրոսը, այս ազգի ժողովուրդը ամբարտավան էր, հպարտացած էր և իրան Աստված էր կարծում, և Աստված ասում է, թե իր վերջը վախճանը ինչպիսին պետք է լինի։
Մենք ծնվել ենք, այս աշխարհ ենք եկել Աստծո համար, կյանքը Աստծուն ունենալն է, և Աստծո կյանքն է սիրելիներ, որ մեր կյանքում ինքը բարձրանա, որ մեր կյանքում ինքը երևա, որ մենք ամբողջովին Աստծո առջև խոնարհված ենք։ Եվ Կիրճ Ծննդոցում 3-րդ գլխի 4-5 խոսքերում լսում ենք սատանայի մղումը մարդուն հրապուրեց, մարդուն խաբեց, որ եթե Աստծուն աննազանդ գտնվես, Աստծո պատվերից, Աստծո խոսքից ելնես, Աստծուն մերժես, ոչ թե կմեռնես, այլ Աստծո պես կլինես, իմանալով բարին և չարը։ Սատանան չարը մարդուն մղեց ամբարտավանության, և մարդը աննազանդ գտնվեց, Աստծուն մերժեց և Աստծո փառքից ընկավ։ Աստծո գործը մեր մեջ ամեն մեկիս կյանքում սա է սիրելիներ, որ մենք իր առջև խոնարհված լինենք, որ մեր մեջ ինքը երևա, ինքը բարձրանա։ Այ Աբրահամի պատմության մեջ լսում ենք, Աբրահամը անզավակ էր և Աստված 100 տարեկան հասակում զավակ պարգևեց, Իսահակին պարգևեց։ Իհարկե, այդ ընտանիքում մեծ ուրախություն էր, բայց մի կարևոր բան սիրելիներ, Աստծո կամքն էր, որ Աբրահամի սիրտը միշտ իր հետ լինի կապված։ Եվ երբ որ Իսահակը ծնվեց, մեծանում էր, հասակ էր առնում, Աստված այդպես կարծես թե անհանգստացած էր, և Աստված Աբրահամին ասեց, որ Իսահակին զոհ պետք է անի, իրան պետք է զոհաբերի։ Ինչի համար սիրելիներ, Աստծո անհանգստությունը սա էր, որ Աբրահամի սրտում միայն ինքը բարձրանա, Աստված բարձրանա, ոչ թե Իսահակը։ Չէ, և դրա համար ավետարանում էլ կարդում ենք, Տեր Հիսուս ասում է, եթե մեկը հայրը, մայրը, աղջիկը, տղան ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Աստված ասել է, որ ես եմ քո Եհովա Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցի, քո համար կուռքեր չշինեց, ոչ մի բանի նմանությամբ, ոչ երկրի վրա և ոչ երկնքի տակ, և ոչ ինչ-որ մի բանի նմանությամբ, նրանց դու չեր կրպակես, որովհետև ես եմ քո Աստվածը, ես մի նախանձոտ Աստված եմ, որ այդ բանին երբեք չեմ հանդուրժելու։ Աստված ուզում է, որ մարդը ամբողջովին իրան սիրի, իրան պաշտի, որովհետև մարդը այդ բանի համար է ծնված։ Եվ այդ դրա համար սիրելիներ լինում է, որ մարդու համար կուռք հանդիսանում է անձը, ասենք իր զավակը, իր կինը, իր թոռը և այլն և այլն։ Սա Աստծո համար անհաճելի է։ Եվ դրա համար Աստված Աբրահամին ասեց, քո որդին Իսահակը իմ համար զոհ պետք է մատուցես լեռներից մեկի վրա, որ ես քեզ ցույց կտամ։ Աբրահամի համար շատ դժվար էր, Աբրահամը հոժարեց և արդեն այն պահին, որ Իսահակին պետք է զոհ աներ, Աստված ձեռքը մեկնեց և իրան չթողեց այդ բանը անելու, որովհետև Աբրահամի սրտում ամեն բան շիտկված էր։ Եվ սիրելիներ, նաև հիշենք այն դրվագը, երբ որ Դավիթը հաղթել էր հսկա Գողիաթին, որի երեսից վախենում էին և Սավուխ թագավորը և ամբողջ Իսրայելի որդիները, հաղթեց Դավիթը Գողիաթին, սպանեց, և Իսրայելի աղջիկները և կանայք երգ էին երգում, հազարները Սավուղին և հյուրերը Դավթին։ Իհարկե, ինքը Դավիթը մարդ էր, սիրելիներ, լսում էր, թե ժողովուրդը իրան ինչպես էր մեծարում, լսում էր և իր մեջ ինչ-որ մի բան էր կատարվում։ Եվ դա իր համար շատ վատ էր, շատ վտանգավոր էր, բայց Աստված իրան շտկեց, Աստված իրան շտկում էր։ Եվ երբ որ Սավուղի երեսից ինքը փախնում էր, ինքը գնաց գետի Անկուս թագավորի մոտ, և Անկուս թագավորը, երբ որ լսեց, որ իր երկիրն է եկել Դավիթը, ասում էր, սա չէ Դավիթը, որի համար
Իսրայելում աղջիկները եւ կանայք երգում էին, որ Սավուղը իր հազարներին զարգեց եւ Դավիթ իր վիրավորներին։ Եվ Դավիթը այստեղ շատ վախեցավ, հասկացավ, որ Սավուղը իրան ճանաչում է, որ Անկուս իրան ճանաչում է, եւ ինչ արեց իրեներ։ Գրված է 3-րդ թագավորած, առաջի թագավորած առաջի գլխի համար 12-ից։ Եվ Դավիթը այս խոսքերը դրավ իր սրտի մեջ եւ գետի թագավորի Անկուսի երեսից շատ վախեցավ։ Մինչև չէ, իր հոգու խորքում կարծես ինքը ուրախանում էր, շոյվում էր, լավ էր զգում, որ այդ երթն էր երգում իր համար, բայց հիմա վախեցավ։ Եվ նրանց առաջին իր կերպարանքը փոխեց, նրանց ձեռքի տակ իրան խելագար ձևացրեց, դռների փեղկերի վրա նշաններ էր գծում եւ լորձակները ծորեցնում էր իր մորուքի վրա։ Իրան Դավիթը ձևացրեց գիժ, խելագար։ Եվ մենք տեսնում ենք, սա ինչի համար եղավ սիրելիներ, Աստված իրան խոնարհեցնում էր եւ Աստված աշխատանք էր տանում, որ իր Դավիթի կյանքում միայն ինքը բարձրանա։ Եվ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք սիրելիներ, Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում է գրված այդ մասին, 3-րդ գլխի 25 խոսքից Արդ Հովհաննեսի աշակերտները հրեաների հետ վեճ ունեցան մաքրության համար։ Եվ Հովհաննեսի մոտ եկան եւ ասին նրան. Ռաբի, նա որ Հորդանանի այն կողմում էր քեզ հետ, ասին Հիսուսը, որի համար դու վկայեցիր, նա մկրտում է եւ ամենքը նրա մոտ են գալիս։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չի կարող ոչինչ վերառնել, եթե երկնքից տրված չլինի նրան։ Այստեղ սիրելիներ, Հովհաննեսին աշակերտները պատմում են, որ Հիսուսի մոտ են գնում ամենքը եւ այնտեղ մկրտվում են։ Եվ Հիսուսը չէր մկրտում, աշակերտներն են մկրտում։ Եվ Հովհաննեսը այդ խոսքերը ասեց. Մարդ չի կարող ոչինչ վերառնել, եթե երկնքից տրված չլինի նրան։ Դուք ինքներդ վկայում եք ինձ համար, որ ասի ձեզ, թե ես Քրիստոսը չեմ, այլ ես նրա առաջից ուղարկված եմ, հարցը ունեցողն է Փեսան, բայց Փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նրան ուրախությունով ուրախանում է Փեսայի ձայնի համար, արդ իմ այս ուրախությունը լսված է։ Ասենք արևելքի ժողովուրդների մեջ դա այդպես էր սիրելիներ, որ հարսանիքի պատրաստության համար հիմնական գործը անում էր Փեսայի բարեկամը։ Ամեն ինչ ինքն էր անում, ինքն էր պատրաստում, հարսանիքն ինքն էր պատրաստում, սկզբում կարծես ինքն էր երևում, բայց այդ բոլորը անում էր Փեսայի համար։ Եվ երբ որ բոլորը անում էր, արդեն երևում էր Փեսան։ Եվ դրա համար Հովհաննեսը ասում է, հարցը ունեցողն է Փեսան, բայց Փեսայի բարեկամը, ինքը Փեսայի բարեկամն էր, որ կանգնած եւ լսում է նրան ուրախությունով, ուրախանում է Փեսայի ձայնի համար, արդիմ ուրախությունը լսված է։ Այո, Հովհաննես Մկրտիչը Փեսայի համար վկայում էր, Հիսուսի համար վկայում էր, որ ինքն Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը, Փեսայի համար վկայում էր, որ արժանի չէ խոնարհվելու եւ իր կոշիկի կապերը արձակելու, որ նա իրանից շատ մեծ է։ Եվ ասում է արդիմ այս ուրախությունը լսված է։ Եվ հետո 30 խոսքում նրան պետք է աճել եւ ինձ փոքրանալ։ Վերևից եկող ամենից վերը երկրից նոր երկրիցն է եւ երկրիցն է խոսում։ Երկնքից եկողը ամենից վերը։ Ինչ որ տեսավ եւ լսեց, նա է վկայում եւ նրա վկայությունը ոչով չի ընդունում։ Նրա վկայությունը ընդունողը կնքեց, թե Աստված ճշմարիտ է։ Հովհաննես Մկրտիչը ասում է, նրան պետք է աճել եւ ինձ փոքրանալ։ Այ հոգեվոր կյանքում աճելը հենց սա է, սիրելիներ, սրանում է կայանում, որ մենք պետք է փոքրանանք, ցածրանանք եւ Աստված մեր կյանքում պետք է աճի, պետք է բարձրանա, նրան պետք է աճել եւ ինձ փոքրանալ։ Իհարկե, սիրելիներ, Հովհաննես Մկրտիչը նա եզակի ազնվորություն էր, նա ամենամեծ մարգարեն էր, ինչի համար, որովհետև երկնքից իրան էր հանձնարարված,
որ Մեսիայի մասին վկայի, եւ ինքը Մեսիայի մասին վկայում էր, ոչ թե իր ազգն էր քարոզում, այլ ինքը քարոզում էր Քրիստոսին։ Եվ նման ձևով սիրելիներ, նույնը մենք լսում ենք Պողոսի մասին, Պողոս առաքյալը իր համար ասում էր, ոչ թե մեր անձերն են մենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեզ էլ որպես իր ծառաները։ Ոչ թե մեր անձերն են քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ սրանով ինչ երևում սիրելիներ, որ Պողոսի համար ամենաբարձրը Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Նրան պետք է աճել եւ իսկ փոքրանալ։ Եվ Գաղատացիս թղթի 2-րդ գլխի վերջին խոսքերում լսում ենք, այնտեղ Պողոս առաքյալը ասում է. ես օրենքով մեռա օրենքին, որ Աստծուն կենտանի լինեն, խաչ ելա Քրիստոսի հետ։ Եվ հիմա ոչ թե ես եմ ապրում, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Ոչ թե ես եմ ապրում, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Այս է աստվածապաշտությունը սիրելիներ։ Ոչ թե ես եմ ապրում, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Սա խոսում է այն մասին, որ Պողոսը ապրում էր աստուրասցիան, իրան մերժած էր։ Տերն ասում է, եթե մեկ ուզում իմ իդևից գալ, թող իրան զուրանա, իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա։ Աստծո աշխատանքը մեր մեջ, Աստծո կամքը մեր համար սա է, եղբայրներ եւ քույրեր, որպեսզի մեր մեջ Տերը բարձրանա, մենք փոքրանանք, մենք ցածրանանք, մենք ոչինչ երևանք, Տերը մեր մեջ բարձրանա եւ դրա համար Եսայի մարգարեության մեջ ասում է. մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհվին եւ պիտի իջնեն մարդկանց հպարտությունը եւ միայն Տերը կբարձրանա այն օրը, որովհետեւ զորաստերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ եւ ամեն հպարտացածների դեմ եւ նրանք պիտի ցազանան։ Զորաստերը մեկ օր ունի։ Այդ օրվա մասին կարդում ենք նույն Եսայի մարգարեության 13-րդ գլխի 9-րդ խոսքում, այդ մեկ օրվա համար ասում է, որ օրն է, ահա գալիս է Տիրոջ օրը, անգթություն, ցասում են եւ բարգության բորբոքում են, որ երկիրը ավերակ անե եւ նրա մեղավորներին բնաջինջ անե նրանից, որովհետեւ երկնքի աստղերը եւ նրա աստղատները իրաց լույսը չեն տալու, արեգակը դուրս չի գալու, խավար է լինելու եւ լուսինը չի ցոլացնելու իր լույսը։ Եվ ես պիտի պատժեմ աշխարհը չարության համար եւ ամբարիշներին իրենց անօրենության համար եւ ես պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը ու բռնավորների գորոզությունը պիտի ցածացնեմ եւ մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ եւ հողեղենին ողբերի գանձից։ Սրա համար սարսեցնելու եմ երկինքը եւ երկիրը սասանելու է իր տեղից զորած Տիրոջ բարգությունով եւ նրա բորբոքյալ բարգության օրը եւ պիտի լինի ինչպես մի հալածված աջամն եւ ինչպես ոչխարներ, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը, ամեն ով որ գտնվի պիտի խոցվի եւ ամեն ով որ բռնվի սրով պիտի ընկնի։ Այո, սիրելիներ, այդ օրը կա, Աստծո բարգության օրը կա, որ ազգային հարցերը ավելի պետք է սրվեն եւ օր կա, ինչպես Հռոմայացիս թղթում ասում, որ Աստծո բարգությունը հայտնվելու է մարդկանց անիրավության եւ ամբարշության վրա։ Այդ մասին հայտնության գրքում գրված է, սիրելիներ, երկիրը ամբարիշներից պետք է մաքրվի եւ երկրի վրա պետք է մնան այն մարդիկ, որոնք խոնարհված են Աստծո առջև։ Եվ դրա համար շարունակության մեջ լսում եք սիրելիներ Եսայի մարգարեության 2-րդ գլխի համար 14-ից եւ բոլոր բարձր սարերի դեմ եւ բոլոր վերելած բլուրների վրա եւ բոլոր բարձր աշտարակի վրա եւ ամեն պարսպի վրա եւ Թարսիսի բոլոր նավերի վրա եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դեմ եւ մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի եւ պիտի իջնե մարդկանց բարձրությունը եւ միայն Տերը բարձր կլինի այն օրը եւ կուրկերը
բոլորովին բնաջիչ պիտի լինեն եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մեջ եւ երկրի խորհուրդները Տիրոջ ահավորության առաջից եւ նրա վեհապարության մեծությունից, երբ որ նա վեր կենա երկիրը սարսեցնելու։ Այո, Աստված երկիրը պետք է սարսեցնի, մարդիկ պետք է պատժվեն իրանց մեղավորության համար, ամբարիշտության համար, երկիրը ամբարիշտներից պետք է մաքրվի եւ երկրի վրա պետք է մնան այն մարդիկ, որոնք խոնարհված են Աստծո առջև։ Եվ դեռան քարոզում հիշում ենք, որ Տեր Հիսուս ասում է Երանի հեզերին, որ նրանք պիտի ժառանգեն երկիրը, այո, հեզերը հարություն պետք է առնեն, պետք է ապշտակվեն եւ Տեր Հիսուսի հետ երկրի վրա 1000 տարի պետք է թակավորեն։ Երկիրը պետք է վերադառնա իր նախնի վիճակին, այն վիճակին, որ կար մինչև Ադամի մեղք գործելը։ Եվ Սոփոնիայի գրքում նույնպես էլ մասուն ասում է սիրելիներ, Սոփոնիայի մարգարեության 3-րդ գլխի համար 11-ից այն օրը պիտի չամաչես քո բոլոր գործերից, որոնցով ինձ դեմ հանցանք արիր, որովհետև այն ժամանակ կհեռացնեմ քո միջից քո բարդության զվարճությունները եւ այլևս չես հբարդանա մյուս անգամ իմ սուրբ սարի վրա։ Չես հբարդանա։ Մարդը ինչով է բարդանում։ Իրանով, իրան է գովում, իրան է երկում։ Եվ քո միջումը պիտի մնացոր թողնեն մի խոնար եւ աղքատ ժողովուրդ, եւ նրանք պիտի ուսան Տիրոջ անվանը։ Իսրայելի մնացորդը անօրենություն չեն անելու եւ սուտ չեն խոսելու եւ նրանց բերանումը խաբեբայության լեզու չի գտնվելու, որովհետեւ նրանք պիտի արածեն ու մակաղեն եւ ախեսնող չի լինի։ Աստված թողորնի սիրելիներ։ Հիմա վերջում ուզում եմ սա ասել սիրելիներ։ Աստծո խոսքը այդպես է ասում։ Աստծո խոսքում այդպես է գրված եւ այդպես պետք է լինի եւ այդ ժամանակը պետք է գա մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն եւ պիտի իջնեն մարդկանց բարդությունը եւ միայն Տերը կբարձրանա այն օրը։ Հարցը սա է, մեր կյանքում, մեր սրտում ամենաբարձրը Տերն է, մեր սրտերում առաջի տեղը Տիրոջն է, մեր ընթացքը, մեր անձերը ուրացած, մեր խաչերը գրած իրան հետևելն է, մեր պաշտամունքը ինքն է, եթե այդպես է, Աստված թողորնի հոգևոր կյանքում աճենք, ինչպես Արագատ 4:18-ում է ասում, արտարի ճամփան նման է ծագող լույսին, որ գնալով ավելի է բարձրանում։ Տեր Հիսուսը ասում է Հայտնության գրքի վերջերում է գրված, արտարը էլ ավելի արտարանա, սուրբը էլ ավելի սրբի։ Աստված թողորնի սիրելիներ, հոնորվածն ենք Աստծո առջև եւ Հովհաննես Մկրտչի խոսքերը շատ օրինալ են։ Նրան պետք է աճել, իսկ ինձ ցածրանալ։ Աստված թողորնի, որ մեր կյանքում միայն Տերը բարձրանա, Տերը փառավորվի, որովհետև նա մեզ սիրում է, նա մեր համար ամեն բան է արել։ Աստված մեր համար Հիսուս Քրիստոսով ամեն բան է արել։ Հիսուս Քրիստոսով մահ խապանված է, լույս է բերված կյանքն ու անմահությունը։ Ինչպես Եբրայեցիս թղթում ենք լսում սիրելիներ, Տեր Հիսուսը հրեշտակներից ցածացավ, փառքով ու պատվով պսակված մահի չարչարանքի համար, որ Աստծո շնորհքով ամենքի համար մաճ աշակի, որպեսզի շատ որդիներ մտցնի փառքի մեջ, մտցնի Աստծո փառքի մեջ, Աստծո ընտանիքի մեջ, որպես Աստծո զավակներ։ Եվ ինչի համար, որպես իրաց կյանքում միայն Տերը բարձրանա։ Աստված թողորնի սիրելիներ, դա ամեն մեկիս կյանքում իրական լինի, մեր կյանքում միայն Տերը բարձրանա, Տերը մեծարվի։ Տեր Հիսուսը հրեաներին ասում էր, դուք ինչպես կարող եք ինձ հավատալ, որ իրարից եք փառք փնտրում, եւ այն միակ փառքը, որ Աստվածանից է, չեք ընտրում։ Տեր Հիսուսը հանդիմանում էր, այս մարդիկ իրաց փառքն էին փնտրում, իրանք են բարձրանում, Աստված թողորնի սիրելիներ։ Երկենք 840 երկը եւ